իրենց մոտ սովորություն է դարձել միշտ ինչ որ բաներ են ասում, խոսք են տալիս, վերջում տեղի ունենում լրիվ հակառակը։ Այսքան ժամանակ մի բան են խոսք տվելու արել, էդի կասենք հետո ինչ են խոսք տվելու արել։ Իսկ մնացողը ինչ խոսք են տվել չի կատարվել։ Արդյունքն եմ ես ասում։ Ամեն դեպքում դրսի սցենարներ են Եվ երբ ասում են պատերազմի ինչ որ կուսակցություն եռագլուխ, ես ուզում եմ ասել, որ պատերազմի 300,000 գլուխ ունեցող կուսակցությունը իրենք են, այն 300,000 մարդը հարևան երկրից, ում ուզում են իրենք բերեն մեր երկիր։ 300,000 գլուխ անոց պատերազմի կուսակցությունը ԿՊՆ-ա, որ ուզում է Հայաստան բերի օտարածին, օտար երկրացի մեզ թշնամի համարող ազգի, որ չի կարողանալու մերժի իր նոր ընկերոջը, որպեսզի Հայաստանը մաքուր պահի դրսի ազդեցություններից։ Ինչ իր նոր ընկերը ասում է, նա անում է։ Պարոն Կարապետյան, մտապահություններ են հնչում, որ հնարավոր է ձեր կուսակցությունը չգրանցեն, հատկապես եթե այսքան քրեական գործեր են սկսում հարուցել։ Դա լավ մտավախություններ են, ինչ առումով։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը երբ սկսում է խոսալ կուսակցությունը չգրանցելու մասին, այդ ժամանակ մեր հայրենակիցները կարող են վստահ լինել, որ նրանք վստահ են, որ չեն հաղթելու մեզ։ Այսինքն նրանք վստահ են, որ պարտվելու են, այդ ժամանակ են գնում միայն կուսակցությունը տեխնիկապես խոչընդոտելու ճանապարհին։ Այլընտրանք ունեք, չէ՞, այս պահին եւ Այլընտրանք կա, բայց մեր հույսը իհարկե ժողովրդավարական երկրի ճանապարհով գնա մեր երկիրը։ Պետք է իշխանությունների փոփոխությունը բնականից լինի։ Եկել են, խոսք են տվել, չեն արել, պետք է գնան։ 8 տարի իշխել են, 8 տարվա մեջ երկիրը աղքատության մեջ է։ Ոչ մի որակական փոփոխություն չեն արել, թող գնան։ Ամեն ինչի փոխարեն ասում են խաղաղություն են բերել, ոչ մի կրակոց չի եղել Այո, սահմանին։ հետաքրքիր է, բայց ով է պատերազմ բերել, որ հետո խաղաղություն է բերել։ Մենք 25 տարի խաղաղության դարաշրջան էր Հայաստանում, 23 տարի ձգում էին ինչ-որ ձև, բանակցում էին ինչ-որ ձև, ձևաչափեր կար գործող, Մինսկի խումբ եւ այլն։ Ով բերեց այդ պատերազմը։ Ժողովուրդ ջան, սիրելի հայրենակիցներ, ով բերեց պատերազմը, որի խաղաղությունով ձեզ ուրախացնում են։ Իրենք չեն բերել այդ պատերազմը, որի խաղաղությունով իրենք էլ ուրախացնում են։ Իրենց օրով չէ այդ ամբողջ տանջանքը, որ դուք ապրել եք, այդ ամբողջ կորուստները, որ դուք տեսել եք, ձեր հարևանների մոտ, ձեր շրջապատի ընտանիքներում, մարդկային կորուստներ, հայրենիքի կորուստ։ Ում օրոք է եղել, կարող է ուրիշի օրոք է եղել։ Պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյանը միջազգային հայտնիությամբ գործարար է եւ այս ընթացքում պարբերաբար ինչ որ հայտարարություններ հնչել են նրա կալանավորման հետ կապված։ Ամփոփ կներկայացնեք, որ կենտրոններից, որ կառույցներից են եղել արձագանքներ եւ պատշաճ է գնահատում Հայաստանում գործող միջազգային կառույցների արձագանքը, որին կոնկրետ ես ականատես եւ չեմ եղել, գուցե այլ խողովակներով փոխանցել են։ Մի քանի եվրոպական կառույցներ հայտարարություններ տարածել են, մեր Մելոյան Գոհարը հենց այդ ուղղությամբ հնարավորություն կունենա ներկայացնել, գրեթե ժողովրդավարության հետ կապվող, գրեթե բոլոր կառույցները Հայաստանում ներկա, իրենց կարծիքը հայտնել են, որ դա քաղաքական հետապնդում է։ Մյուս բանը, որ մարդկանց տանում են քննչականներ, փորձում են հաստաբան չթողել, բայց անգամ չթողելով այդ մարդիկ հետո բոլորը տեսնում են, որ այդ մարդկանց գլխին, այսպես ասած, սարքում են իրենց ուղարկած մարդկանցով, իրենց ուղարկած ձայնագրություններով, վատ ոճի խոսույթներով փորձում են անվանարկեն ուժին։ Մայիսի սկզբին նախատեսվում է եվրոպական համայնքների մեծ գագաթնաժողով Հայաստանում։ Սա դիտարկում եք, ձեր ուժը դիտարկում է որպես աջակցություն Փաշինյանին եւ ինչ որ բան կփոխի այս իրավիճակում, այդ այսպես կոչված թե ինչպես նաև հիբրիդային գործակալների անվան տակ Հայաստան ուղղվող գումարները հիբրիդային գործակալների դեմ պայքարի անվան տակ։ Սորոսի հիմնադրամից միլիոններ ստացող ԿՊԱ-ական падգամավորները ում հիբրիդն էին։ Ով էր ֆինանսավորում Սորոսի հիմնադրամին, որից ֆինանսավորվում էին ԿՊԱ-ական падգամավորները։ Ով։ Կարող է ինչ որ բաներ արգենտինացիները հետաքրքրված էին Հայաստանով, ոչ։ Իհարկե երկրներ, որոնք հետաքրքրված են Հայաստանում, Հայաստանի մեջ ինչ որ բույն դնել։ Իրենք
Հիբրիդի հենց սիմվոլը իրանք են։ Տասնամյակներով Սորոսի հիմնադրամից ֆինանսավորված մարդիկ։ Ձեր հացը Սորոսն է ապահովել։ Ում եք ինչ ասում։ Մեր հացը մենք ենք աշխատում։ Ձեր հացը Սորոսը։ Ո՞վ է ձեր պատվիրատուն։ Սորոսը չի միշտ։ Հիմա հնարավոր է արդեն միջնորդ որպես նա չկա, արդեն վերջնական պատվիրատուն է ձեր այդ միանգամից կուսակցության ղեկավարությանը եւ շատ ընտրություններով զբաղվող անդամներին ինձ թվում է այնպիսի բաներ հանդես կգա, որ մենք շատ կտխրենք։ Մի քանի բան ասեմ, օրինական առումով, օրենքի առումով, ինչքան ինձ բացատրեցին, խնդիրը գրանցված աշխատողներին որպես բան են ներկայացնում, բայց ինձ ավելի շատ մտահոգեց խոսույթները, որ խոսույթը իհարկե հատուկ չէ մեր ուժի եւ մեր պատկերացրած Հայաստանի խոսույթին, ինչի դեմ մենք պայքարում ենք։ Կարևոր է, որ խոսույթը մեր հասարակության մեջ փոխվի, դա այդ ԿՊԱ-ական խոսույթը վերանա։ Դա իրական ձայնագրություն է, պարոն Կարապետյան, հա, որպես ամենայն հավանականությամբ ձայնագրությունը մոնտաժված եւ ամենայն հավանականությամբ կողմերի մեջ ինչ որ ուղարկված մարդկանցով ձայնագրության ընթացքում էլ հարցնում են, ասում են ուղարկված ես կամ ինչ որ հատուկ եք անում, ինչ որ տենց բաներ էլի կանեն, մենք հասկանում ենք, բայց մեր հանրությունը պետք է հասկանա, որ մեր ձեռագիրը հենց այդ ամեն ինչից Հայաստանը այդ ուղղությունից հիմա իշխանության ներկայացուցիչները այսպես հրապարակում են, ասում են, տեսեք ժողովուրդ, իրենք ինչպես են արտահայտվում ձեր մասին, ինչպիսի խոսույթով են խոսում, արտահայտվում մեր ժողովրդի ու մեր մասին, ինչեր են մեզ ասում, ամբողջ օրը դուրս են գալիս, հենց պետք չէ գաղտնա լսել իրենց, որպեսզի տեսնել, թե իրենք ինչպես են արտահայտվում մեր ժողովրդի ու մեր մասին։ Միացնում ես ազգային ժողովի նիստերը ու տեսնում ես ինչ են իրար հետ անում, ինչ խոսույթները պետք է փոխվի, արգելի քաղաքացիներ, մենք այս փոքր հարցերով մեզ շեղում են։ Մեր օրակարգը, կներեք, մեր օրակարգը շեղում են։ Մեր հիմնական օրակարգ լինի, մարդիկ աշխատանք ունենան։ Ձեզ կարող են տասնամյակներով էլ սենց պատմություններով ամեն շաբաթ մի հատ պատմությունով շեղեն։ Բայց դա չի շեղում այն ճանապարհը, որ Հայաստանում massական գյուղերում ոռոգման ջուր չկա, արոտավայրերի խնդիր ունենք, արոտավայրերը հանձնում ենք, ծառերի հետ կապված, այգիների հետ կապված, ոռոգման ջրերի պակասի պատճառով մեծ խնդիրներ ունենք։ Ոչ մի ջրամբար, 13 ջրամբար է խոսք տվել, 13 ջրամբար է խոսք տվել, 1 ջրամբար ոնց որ ստացվեց 5 տարում 13 ջրամբարից 1 ջրամբար է ոնց որ ստացվել։ Բայց թրիփել է ստացվել, ասում են, թրիփը մեծ հնարավորություններ է բերելու, ասում են։ Անցած ընտրություններն էլ ուրիշ բան են խոսք տալի։ Ամեն ընտրությունից առաջ մեր ժողովուրդը արդեն իմունիտետ ունի, գալիս են ինչ որ բան են խոսք տալի։ Ինչու ենք ասում պետքա փոփոխություն։ Իրենք խոսք են տվել, 8 տարի տեսել ենք, սիրելի հայրենակիցներ։ Մանր մունր ռեմոնտ են անում ու մեր ժողովրդին իհարկե ժողովուրդն էլ չի երկար տարիներ չի տեսել ինչ որ տարբերություն, փոքր ռեմոնտով ուզում են ասել, որ սա ձեր երազանքի վերջն է։ Մեր երազանքի վերջը փոքր ռեմոնտները չէ մեր գյուղերում։ Մեր երազանքի վերջը դա բարեկեցիկ, աշխատանքով ապահովված, առողջապահությունը նորմալ ապահովված հասարակությունն է։ Սամվել Կարապետյան ինքը անձամբ քարոզարշավի ընթացքում այսպես մասնակցելու է, հանդիպելու է ժողովրդին։ Ես մեծ հույս ունեմ, հենց այսօր էլ այստեղ ենք մենք բոլորով, մեր հանրության նշանակալի մասը, մենք հույս ունենք, որ հազարավոր մարդիկ այստեղ են հենց այդ հույսով։